Առաջարկ ստացանք Մետալիկա խմբի հետ համագործակցության, համաձայնեցինք ես խոհանոցային փոքրիկ ներկություններ եմ բացահայտում, որը երբևէ չեմ ասել։ Գուցե ինչ-որ չափով սպառել էր մեր համագործակցությունը իրեն։ Մենք միգուցե դադարեցինք միմյանց հասկանալուց, ինչ-որ ընդհանուր հետաքրքրություններ հետապնդելուց մենք սովոր էինք, որ մեր փոխարեն որոշումներ են կայացնում, մենք սովոր էինք շատ հանդուգն քայլեր եւ ես կարծում եմ, որ հաջողվեց այդ էքսպերիմենտը։ Այսինքն Ինգա Անուշ Արշակյաններ դուետը շարունակում է նոր ուժով, նոր էներգիայով, նոր ստեղծագործություններ։ Դրախտավայրեր լիներ, Միացյալ Նահանգներ լինի կամ Եվրոպան կամ Ռուսաստանը, միևնույն է Հայաստանն է կարոտելու, հայրենիքս է կարող։ Ես առանց հայրենիքիս, առանց իմ ժողովրդի կյանքս դժոխք է։ Գնացել եմ, վերադարձել եմ, նորից երբ որ կոտրվել եմ, նորից գնացել եմ, այդպես։ Իսկ ինչից էիր կոտրվում։ Ցավ կա, որի մասին պետք է երևի բարձրաձայնել։ Կորուստներ կան, որոնց մասին պետք է խոսել ամեն դեպքում։ Մենք շատ ընտանիքի մարդիկ ենք, մենք շատ տան աղջիկներ ենք, այսպես ժողովրդական լեզվով ասված։ Մեծ հայկական ընտանիքի զավակներ ենք։ Մի տեսակ անդունդ առաջացավ։ Երբ որ մեր կոնտրակտը վերջացավ, Փակ ենք եղել։ Անշուշտ կապը եղել է մեր գոլեգաների հետ եւ աշխատանքային եւ զուտ մարդկային առումով թեկուզ, բայց որ ասեմ այդպես շատ մտերմիկ ընկերություն ենք արել, ոչ։ Մենք բոլորի համար եւ բաց ենք եւ ունենք մեր սահմանները, որ այդ սահմանից մոտիկ չենք թողնում, ուղղակի որպեսզի չայրվենք։ Ժարանից մեկից դուրս եկավ Շուշանը, շատ ամուր գրկեց, հուզվեց ու ասեց՝ «Էս ուր եք, այսքան ժամանակ, դուք էս երկրին պետք եք չեք հասկանում»։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան Գրուպ, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ամենասկզբում ուզում եմ խնդրել, որ չմոռանաք բաժանորդագրվել YouTube-ի իմ պաշտոնական ալիքին, ինչպես նաև միացեք իմ Instagram-ի եւ Facebook-ի էջերին, որովհետեւ այնտեղ մշտապես թարմացնում ենք լուսանկարները, նաև կարող եք տեսնել նյութեր, թե ինչպես է նկարվում Հերմնե դիալոգ նախագիծը եւ գրել նամակներ, ես դրանց սիրով պատասխանում եմ։ Ձեր շնորհիվ է, որ Հերմնե դիալոգ նախագիծը մշտապես ռիթմի մեջ է մնում եւ ավելի շատ մարդիկ են կարողանում դիտել, ինչպես նաև օգտվել այն բաղադրատոմսերից, որոնք ես պատրաստում եմ հաղորդման ընթացքում։ Այսօր շատ գեղեցիկ հաղորդում ենք ունենալու, որովհետեւ իմ տուն ռեստորանում հյուր են լինելու տաղանդավոր, խելացի, շատ շատերի կողմից սիրված Ինգա եւ Անուշ Արշակյանները։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Անուշ Արշակյանը Հայաստանում է։ Գրամ դուռը բաց է։ Ողջույն սիրելի հետևորդներ, ողջույն։ Այսօր հրավիրված ենք ընթրիքի Հերմինե Ստեփանյանի մոտ, որը ինչպես գիտեք, հրաշալի դերասանուհի է, նաև խոհարարուհի եւ հիանալի զրուցակից է։ Այսօր մենք մեր երեկոն անցկացնելու ենք նրա հետ, նրա ուշադիր հայացքի ներքո եւ ակնկալում ենք ձեր մասնակցությունը նաև։ Միացեք մեր ընթրիքին եւ հուսանք, որ միասին լավ ժամանակ կանցկացնենք։ Մնացեք մեզ հետ։ Օй, գեղեցկուհիներ։ Ինչքան ժամանակա մենք իրար չենք տեսել, Անուր, բարի վերադարձ։ Կարոտենք քեզ, նենց ես անում կարոտենք քեզ։ Ողջույն։ Հրավերի համար։ Եկեք, ծանոթացեք։ Օй, շնորհակալություն։ ալբոմն է, Նենց բան ասացիք, խառնվեցի իրար մի րոպե։ Օй, լավ, դուք հիմա կբացեք ու կպատմեք այս ամեն ինչի մասին։ Անուշ ջան, Ինգա ջան, շատ երջանիկ եմ, որ այստեղ եք, որովհետև անկեղծ ասած շատ վաղուց երազում էի, որ այս ֆորմատով նույնպես իրար հետ հանդիպենք, բայց որ Անուշը այստեղ չէր, Ինգա ջան, ճիշտը որ ասեմ, այսպես քեզ չէի զանգում, որովհետև պատկերացնում եմ, որ անպայման միասին պետք է ինձ մոտ լինեք, այնպես որ մերսի։ Մենք ենք շատ ուրախ այստեղ։ Այո, քեզ շնորհակալություն հրավերի համար։ Ես վաղուց սպասում եմ քո նորություններին, ինչպես այստեղ այս հրաշալի խոհանոցում, այնպես էլ
ես հետևում եմ քո դերասանական դեբյուտներին։ Շնորհակալություն շատ։ Ուրորներին։ Շատ հպարտանում եմ։ Ես շատ հպարտանում եմ քեզ որպես հայրենակից, որպես բեմի մարդ։ Շատ շնորհակալ եմ։ Ես չէի սպասում սենց սկիզբ։ Ես սովորեմ որ ես եմ ամենասկզբից տենց ջերմ խոսքերով ընդունում, շատ շնորհակալ եմ։ Մերսի Անուշ ջան, Ինգա ջան։ Ես առաջարկում եմ մենք իրար մի հատ ողջ ունենք հայկական, թերևս ամենասիրելի փրփրուն գինիներից մեկով, տակառով։ Սիրով։ Լավ սկիզբ է, չէ՞։ Սիրով, Հանդիսավոր սկիզբ։ Հանդիսավոր, հա։ Իսկ ինձ թվում է դու ակնասպան։ Գնաց։ Կարևորը էս պահեք, ահա։ Так, լավ, մի հատ։ Մի վախեցի, հետա գնում որ իրա վրա չթափվի։ Բայց ինչ լավ ձայն ունի։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ Անուշ ջան։ Այո, Բարի գալուստ, բարի գալուստ։ Նախ բարի վերադարձ։ Հիմա կհասկանանք բարի գալուստ է թե բարի վերադարձ քո Հայաստանում լինելը։ Բայց բարի գալուստ իմ տուն, մեր հանդիպումը ես ակնկալում եմ որ պետքա լինի շատ գեղեցիկ, շատ բովանդակալից, ճիշտ այնպես ինչպեսին դուք եք։ Շնորհակալություն։ Սկսենք։ Սկսեցինք։ ինչ ամեղ է։ Լավն է, չէ՞։ Շատ է։ Ես էլ եմ շատ սիրում։ Բայց ամենակարևոր բանը, ինչի մասին մենք հիմա պետք է խոսենք, այս գեղեցկությունն է, մի հատ խնդրում եմ, ինձ կպատմեք այս ինչա։ Այնքան վաղուց երաժշտության, երգի ոլորտի մարդկանցից այլևս չենք տեսնում սկավառակներ, խտասկավառակներ, որ մի տեսակ զարմանալի է, որ նման բան կա, Ինգա ջան, մի հատ պատմեք։ Ինչ որ արել է եւ երաժշտական առումով եւ production post production ամեն ինչ արել Անուշը, ես այստեղ հանդես եմ եկել ուղղակի որպես երգչուհի, Եվ ասիստենտ, չէ, բաներ կան, որ առանցին գայի, տամսեկան ու արագ երգել եմ, ինչքանով որ հասցրել եմ, օգնել եմ եւ գնացել եմ։ Դադադամ։ Վաու։ Սա ուրեմն հենց ալբոմն է ֆլեշի վրա փոքր։ Փոքրիկ ֆլեշկան հենց ինքն։ Ինչ հաճելի է որ լսելու հնարավորություն կունենա, որտեղ ես դեռ չունեմ սկավառակի համար նախատեսված նվագարկիչ, սա շատ հետաքրքիր է, որ մենք կարող ենք եւ ներբեռնել, բայց մի վտանգ կա, ներբեռնել եւ տարածել, դա Չեք կարող տարածել, չեն կարող, ինչ լավ։ Թե կարող եք լսել միայն։ Զմռսած։ Ինչ կա մեջը, դե պատմեք։ 14 ստեղծագործություն է։ Ուզում եմ ասեմ, որ այստեղ նույնիսկ ձեռքով ամբողջը նկարված է։ Դե լավ Անուշը։ Լուսանցապատկերները, չէ, մեր ընկերների հետ միասին ենք արել, ընկեր իմ հարազատ մարդկանց հետ։ Ահա։ Այստեղ եւ անգլերեն եւ հայերեն տարբերակը, երգը, երգի տեքստը, նշանակությունը, բարբառը, որտեղից է ինչը եւ թարգմանությունը անգլերեն, որպեսզի օրինակ արտերկրացիները, օտարերկրացիները լսեն եւ հասկանան ինչի մասին է խոսքը երգը եւ որ դարաշրջան է եւ ով է մշակում մի խոսքով։ Մշակումը սիմֆոնիկ նվագախմբի համար է, ձայնի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար, սա իր ձևով հեղափոխություն է, այսինքն հայկական ֆոլկլորը միջ այս պահը երբևէ չէր ներկայացվել այդպիսի խոշոր ձևաչափով եւ մենք հանդգնեցինք անել այդպիսի մի քայլ, որովհետեւ համարում ենք, որ ֆոլկլորը շատ ինչպես ասենք, հնարավորություններ ունի, այսինքն թույլ է տալիս անել այդ մանիպուլյացիաները, որը ոչ մի կերպ չի խանգարում նրա ոգին կորցնելու, այսինքն հենց դու սկսում ես քո եսի մասին մտածել, էքսպերիմենտներ անել, այսպես կոչված ֆոլկլորի հետ, դա միանգամից ապականվում է։ Այո։ Բայց հենց ուրեմն խորին ակնածանքով եւ զգուշությամբ ես մոտենում մշակումներին, այն բացվում է ծաղկի պես, ճիշտ այնպես, ինչպես Կոմիտաս վարդապետն էլ մեզ պատկամել։ Ուրեմն, քանի որ Կոմիտասը կոմպոզիտորական, մեր հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից մեկն է, նրա խորհրդով եւ նրա ուրեմն առաջնորդությամբ այս ծրագիրը արվել է։ Եվ այստեղ ներգրաված չեն որևէ ժամանակակից գործիքներ եւ
հմտություններ, հնարավորություններ, այստեղ զուտ դասական գործիքներ են, ուրեմն նվագել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 17 թվականի ղեկավարությամբ եւ Հովեր երգչախումբը։ Այնպես որ շատ կարևորում ենք այս նախագիծը, որը մինչ օրս չի լսվել որևէ տեղ, չի հրապարակվել եւ ընդհանրապես երևի մատների վրա կարելի է հաշվել, թե քանի թողարկում կա այս տարբերակից, քանի հոգի է լսել առհասարակ եւ քանի հոգի ունի առհասարակ այս գիրքը եւ այս ֆլեշը, որի մեջ իսկապես մեծ սեր եւ ոգի է դրված եւ շատ պրոֆեսիոնալ կոմպոզիտորներ են աշխատել Անուշի հետ միասին, իսկ մշակումները Անուշն է արել, այնուհետեւ առաջարկվել է կոմպոզիտորներին, որպեսզի այդ ամենը գործիքավորվի մեծ ֆիլհարմոնիկ նվագախմբի համար, այսինքն միայն ձայն։ Որքան ժամանակում եք այս ամենը կարողացել անել։ Բավականին երկար ժամանակ, այս նյութը հավաքում է, երևի ինչքանից հիշում եմ, այսինքն տարիներ, տասնամյակներ նյութը հավաքվել էր եւ սպասում էր իր ժամին, պատկերացրեք հնարավորություն ստեղծվեց անելու այս բանը եւ մենք առիթ չկորցրեցինք եւ դիմեցինք երիտասարդ կոմպոզիտորներին, այդ եթե ասում երիտասարդ կոմպոզիտորներ պայմանական եմ իհարկե ասում, որոնց թվում միշտ հոգով երիտասարդ Վաչե Շարաֆյանն, Անդրանիկ Բերբերյանը ուսանող էր, դեռ ուսանող էր, մենք էինք բացահայտել նրան, այդպես։ Հա, դեռ 2013 թվականից կարելի ասել մենք այս պրոյեկտը, այս նախագիծը սկիզբը ստանձնեցինք անելու եւ այդպես։ Ես հասկանում եմ, որ սա մի հատ մեծ հետազոտության ճանապարհ է եղել, որ դու անցել ես եւ ոչ միայն հետազոտության, այլ նաեւ sense ներքին ոդիսական ասենք, հա, այս ամեն ինչի միջով անցնելու եւ ինչ որ մի կետի հասնելու։ Ինչ որ մի բան, որը բացահայտել ես ու քեզ համար եղել է շատ զարմանալի, ու այն որ վաու, sense հա եղել փաստորեն կամ կարող էր sense լինել, ինչ ֆակտի շուրջ, ինչ ֆակտ է եղել, որ քեզ այդպես զարմացրել է, հիացրել է, որ ժողովուրդը շարունակում է ստեղծագործել նույն ոճում։ Այստեղ կա մի երգ, որտեղ զտեղված են մի քանի ծաղկակապ, մի քանի երգեր, որոնց թվում է փակագծերը բաց են, ձյան հեքիաթն է կամ երկանքն է, ոնց որ մենք մեր մեջ ասում ենք, երկանք կաղամ։ Այո։ Ուրեմն երկանքը գրի առնվել Կարոչալիկյանի կողմից, առանձին ուրեմն երգ է փոքրիկ։ Դրան միանում է Ձյունադրել լավորա երգը, որը հեղինակ ունի, հեղինակային ստեղծագործություն է, հեղինակը Լիլիթ Սիմոնյանն է, շատ լավ ընկեր, հոգեբան, կոմպոզիտոր եւ տոմարագետ, ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանը։ Եթե չիմանաս, որ դա հեղինակային է, եթե հատուկ չնշվի, որ այս երգը հեղինակ ունի եւ հեղինակը պրոֆեսիոնալ կոմպոզիտոր է, թվում է թե ժողովրդական է, թվում է թե ազգագրական, հերթական գանձերից մեկն է եւ այսպես մի քանի գանձեր միանալով ստեղծում ենք մեկ ծաղկաքաղիք, մեկ այսպես ասենք կոդային անվանումով, ձյան հեքիաթ։ Այսպես ժողովուրդը շարունակում է ստեղծագործել, ժողովուրդը շարունակում է ապրել, արյան կանչը հզոր մի բան է եւ այն կա, այն արձագանք է գտնում տարբեր ուրեմն ազգությունների տեր մարդկանց սրտերում, վերջերս Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն էին մեզ հյուրընկալվել, Հայաստանում էին եւ մենք կատարեցինք ձյան հեքիաթը նրանց եւ մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների հետ միասին եւ դա մեզ համար մեծ պատիվ էր եւ հաղթանակ գրանցեցինք։ Այո։ Մեր ֆոլկլորը հաղթանակ, հերթական հաղթանակ գրանցեց, որովհետեւ ինչպես կոմիտասներ ասում, համաշխարհային արժեք է, հայկական ազգային հայը ունի երաժշտություն եւ այդ երաժշտությունը համաշխարհային արժեք ներկայացնող մի բան է, համաշխարհային արժեք է։
փառահեղ է ուղղակի։ Ինգա մի բան եմ ուզում հարցնել, որը կարող է տարօրինակ թվալ։ Այն ընթացքում, երբ որ Անուշ անում էր ուսումնասիրությունները եւ ամբողջովին ցանավի գիտական աշխատանք, այդ գիտական աշխատանքի մեջ էր ուսումնասիրություններ, վերլուծություններ, վերծանություններ, դու բոլորովին այլ վիճակում էիր, ասացիր, որ երեխային էիր սպասում եւ այլն։ Հիմա որ հետ ես նայում, տենց կա թեթև այդ լավ իմաստով նախանձի բանը, որ ինքը ուներ այդ պահին այդ հնարավորությունը խորանալու, ամբողջովին մտնելու դրա մեջ, իսկ քոնը կրկին իհարկե մեծ մասնակցություն է եղել, բայց ինչ որ իմաստով ինչ որ բան բաց թողած ես եղել այնուամենայնիվ։ Ունես այդ զգացողությունը, թե չէ։ Չէ, բոլորովին չունեմ եւ հակառակը շատ ուրախ եմ, որ նման բան ստեղծվեց եւ յուրաքանչյուր միքսը անելու ժամանակ ստուդիայում արագ ուղարկում էր ինձ ինչ կասես այստեղ։ Մենք միշտ խորհրդակցում ենք մանավանդ այս գործի մեջ եւ առհասարակ բացի այն որ քույրիկներ նաեւ գործընկերներ ենք, բնականաբար իրար բռնում ենք ինչքան որ հնարավոր է, բայց որ տենց բան լիներ նեղվեին այն Չէ որ ինքը ունի հիմա այդ ժամանակը այդքան խորանալու դու հիմա մի քիչ ուրիշ բանով ես զբաղված բայց ես մեծ հաճույքով էի զբաղվում այն բանով ինչ որ զբաղվում էի փոքրիկս էր ծնվել անկում գիշերներ կային նույնիսկ մտածելու ժամանակ չկար Վել քո ուսումնասիրությունների մեջ էի նոր բացահայտումների մեջ էի իհարկե պամպերս փոխելու չքնելու երեխային բացահայտելու այն մյուս երեխային համոզելու որ դու հավասարազոր սեր ունես եւ այդ չլինի մի խոսքով դաստիարակչական աշխատանք նոր աշխարհ ես բացահայտում քեզ համար եւ նոր ուսումնասիրություն է նոր աշխարհ է որ փորձում ես որպես ծնող չսխալվել երեխայի դաստիարակության մեջ, որովհետև դա շատ կարևոր առաքելություն է եւս։ Սա կարծես մի այլ առաքելություն է, որը պետք է լինի ըստիս, եւ մենք վերադառնում ենք այս աշխատանքին, ուղղակի ֆիզիկապես իրար հետ չէինք որ կարողանայինք սա կյանքի կոչել։ Լրիվ հասկացա։ Իսկ հիմա ոնց ես վերադարձել եմ ընտանիքով Անուշը այստեղ է եւ մենք վճռեցինք, որ պետք է սկսենք զբաղվել, որովհետև սա չի կարող երկար մնալ դարակի վրա։ Բան ասեմ ավելացնեմ քո խոսքը նախանձ բառի ծագումնաբանությունը կարծեմ նախ իմ անձը այսպեսին է եւ երևի պետք է շնորհակալություն հայտնենք մեր ծնողներին, որոնք մեզ դաստիարակել են առանց որևիցե այդպիսի զգացում ունենալու, այսինքն ոչ ես եմ ինգային նախանձում, ոչ ինքն ինձ։ Որովհետեւ առավել եւս եթե զբաղվում ենք մի գործով, որը չի ենթադրում անձնապաշտությունը, երբ որ ամբողջովին նվիրվում ես մի ինչ-որ աշխատանքի եւ քո հարազատը դա տեսնում է, որ սա արժեք է եւ պետք է սա արժեք է, համընդհանուր արժեք է, մեր բոլորիս է, մեզ բոլորիս է պատկանում եւ ձգում դեպի իրեն, այդ դեպքում նախանձը բացառված է։ Հարցս իրականում մի փոքր ավելի այդ ուսումնասիրությանը նոր գիտելիքի, նոր աշխարհ բացահայտելու վերաբերյալ էր, հա։ Ես առաջարկում եմ Մի րոպե։ Մի կարդա։ Շատ շնորհակալություն այս անգին նվերի համար, հատկապես երբ որ պատմում եք եւ հասկանում ես որքան էներգիա է դրված, լսելուց արդեն նաեւ այդ պրիզմայից ես հարցին նայում եւ իսկապես հասկանում ես թե ինչ մեծ գանձ ունենք, որը պետքա ոչ միայն լսել, վայելել, այլ նաեւ կարողանալ փոխանցել սերունդներին։ Եվ Դուք մարդիկ եք, ովքեր պարզապես կատարողներ չեն, ովքեր ուսումնասիրում են, հետազոտում են եւ հատկապես հայոց լեզվի հետ կապված, ես գիտեմ ձեր երկուսի վերաբերմունքը։ Մի քանի տարի առաջ վերատպվեց Էդուարդ Աղայանի արդի հայերենի արձերն բացատրական բառարանը, որը 2 հատորից դարձավ 1 հատոր, 1 հաստափոր գիրք եւ գրքի խմբագիրը Ռուբեն Աղայանը ինձ իրավունք է տվել նվիրել գիրքը ում որ ես կցանկանամ։ Ես ուզում եմ որ սա լինի ձեր օրինակը։ Անչափ շնորհակալություն։ Բոլոր բառերի բացատրությունները։ Սա այն մի բան է, այո, շատ կարևոր է սա, որովհետև մենք շարունակում ենք մեր վրա աշխատել եւ մեր հայերենը անթերի չի անշուշտ, այն
Շատ պետքական նվեր։ Այո, շնորհակալություն։ Դե ինչ առաջարկում եմ տեղ, ես էլ իմ նվերի համար եմ շնորհակալ, հանկարծ հետ չտանեք։ Ես առաջարկում եմ մենք տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ, ճաշենք եւ շարունակենք մեր զրույցը։ Մեկ անգամ եւս բարի գալուս, սիրելիներս։ Ինչ եմ պատրաստելու։ Պատրաստելու եմ 3 իրարից շատ տարբերվող եւ շատ հետաքրքիր ուտեստներ։ Առաջինը պատրաստելու եմ կարմիր ոսպով գնդիկներ, որպես նախուտեստ։ Եկեք սոուսից սկսենք։ Կտրատում եմ սամիթը։ Քերիչով անց եմ կացնում վարունգը։ Քամած մածուն։ Աղ եւ ձիթայուղ։ Պատրաստ է։ Իդեպ կարող եք սա որպես առանձին նախուտեստ հանգիստ մատուցել առանց որևէ այլ բանի։ Ջուրը եռում է, պետք է արդեն կարմիր ոսպը խաշեմ։ Ես այս անգամ օգտագործելու եմ Յարմարկա ընկերության կարմիր ոսպը, իդեպ շատ մեծ տեսականի ունի Յարմարկան եւ նպարեղենի եւ հացահատիկների։ Առհասարակ սա մի ընկերություն է, որը վառ եւ հիշվող էմոցիաներ է ստեղծում սննդամթերքի ոլորտում։ Յարմարկան իր համերի լաբորատորիայում կիրառում է Միշլեն մակարդակի խոհարարների փորձը։ Ես դեռևս Միշլենյան աստղ չունեմ, ինձ նրանց հետ այս կապահին կապում եմ այն, որ օգտագործում եմ որակյալ նպարեղեն Յարմարկայից։ Բավականին արագ է եփվում ի տարբերություն սովորական ոսպի, ուշադիր եղեք։ Իդեպ Յարմարկան ներմուծում է Հայաստան իհարկե իմ սիրելի Մեգաֆուդ ընկերությունը, որտեղ աշխատում են 250-ից ավելի պրոֆեսիոնալ մասնագետներ եւ մշտապես փնտրում են աշխարհում լավագույն բրենդերը, որակյալ բրենդերը սննդի ոլորտում եւ ներմուծում են Հայաստան, որպեսզի մենք էլ մեր խոհանոցը հարստացնենք այդ որակյալ մթերքների շնորհիվ։ Ընդամենը 10 րոպե եւ պատրաստ է ոսպը։ Ես հետո սառը ջրով անց եմ կացնում, այսպիսով եւ լվացվում է եւ սառչում է։ Ավելացնում եմ քրքում, կարմիր պղպեղ, օրեգանո, 1 հավկիթ, հարում ենք եւ այնքան ալյուր, որ կարողանանք գնդեր դարձնել։ Խորը տարայի մեջ տաքացնում ենք բուսայուղը եւ սկսում ենք գնդեր պատրաստել։ Ձեռքերը թաթախում ենք ալյուրի մեջ։ Սկսում եմ մատուցել։ Եվ մի փոքր էլեգանտ զարդարանք։ Ինչ գեղեցիկ է։ Շատ անուշ հրապուրիչ տեսք ունի։ Հրապուրիչ տեսք ունի, այո։ Ինչ հաճելի է։ Մենք փորձելու ենք կարմիր ոսպով գնդիկներ, հացիկներ գնդիկներ, այսպես կարելի է ասել, եւ ներքևում մածունով եւ վարունգով սոուս է, որը ել ավելի հետաքրքիր կդարձնի։ Ես առաջարկում շարունակենք մեր խաղուն գինին այս ուտեստի հետ, որովհետեւ հրաշալի համադրություն է լինելու։ Փորձենք։ Հրակալություն։ Ինչպես ես հասցնում եւ այսպես համեղ բաներ պատրաստել եւ ես գիտեմ ինչքան դու զբաղված ես գործունեությունը։ Գիտես վայելում եմ, որովհետեւ երևի գաղտնիքը դրա մեջ է։ Դրա մեջ դες չեմ մտածում, որ տանջանք կա, տանջվում եմ, տառապում եմ, ավելի նայում եմ որպես լավ իմաստով խաղ։ Ուրեմն սիրով ես անում ուրեմն, այո։ Եթե մի բանի տանջալից վերաբերմունք ունես, շատ դժվար է տրվում, չէ՞։ Շատ համեղ է եւ սոուսը շատ համապատասխանում է այս գնդիկներին։ Շնորհակալություն։ Իսկ ես ալյուրը մի քիչ շատ եմ արել։ Հրաշալի է, շատ համեղ է։ Այո, իսկապես, շնորհակալություն։ Անուշ, ես շատ կուզենամ փակես Ես շատ կուզենամ բացես փակագծերը եւ մեկնաբանես, որ իմանանք շատ ուրախանանք, որ եկել ես մնաս, թե մի քիչ ուրախանանք, որ եկել ես ու հետ դառնաս։ Եկել եմ մնամ։ Ուրա։ Կարծում եմ, որ կմնամ, Շատ ենք ուրախանում։ Ուզում եք ուրախանալ։ Չգիտեի էլի ինչքան ուրախանամ, որտեղ վախում էի դեռ, թողա հետ պիտի գնա։ Դեռ շատ չուրախանամ։
Չէ, Հերմինե ջան, կարող ես հանգիստ խղճով։ Որովհետև մի բան կիսատը հասկանում ես, որ դու Հայաստանում չես, չէ՞։ Իսկապես, այո, շատ շոյված է, շատ անուշ, իսկապես անկեղծ եմ ասում։ Ոնց ստացվեց, որ որոշեցիր, որ պիտի մնաս։ Ստացվեց այնպես, որ կարոտ այդ մի բառը ամեն ինչ բացատրում է, այդ մի բառը, որը ոչ մի լեզվով չի թարգմանվում։ Ասում են Միացյալ Նահանգներում ամեն ինչ լավ է։ Իհարկե, այո։ Չէ, բոլորը երջանիկ են։ Շատ հարաբերական է ամեն բան։ Պինոկիոն հիշեցի, չգիտեմ ինչու։ Այնտեղ հատված կա մի երջանիկների կղզու մասի։ Չէ, իսկապես Միացյալ Նահանգները ոչ բոլորի համար են դրախտավայր։ Եվ ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք նույնիսկ եթե դրախտավայրել լիներ Միացյալ Նահանգները լինի կամ Եվրոպան կամ Ռուսաստանը, միևնույն է Հայաստանն էի կարոտելու, հայրենիքս էի կարոտել։ Ես առանց հայրենիքիս, առանց իմ ժողովրդի կյանքս դժոխք է, իսկապես այդպես է։ Այդպես։ Բայց քանի տարի է որ այնտեղ ես։ Քանի տարի է, այս 10 տարիների ընթացքում գնացել եմ, վերադարձել եմ, նորից, երբ որ կոտրվել եմ, նորից գնացել եմ, այդպես։ Իսկ ինչից էիր կոտրվում։ Ոյ, իսկ ինչից էի կոտրվում։ Գիտես, ես այնքան փոքր մարդ եմ, որ ինձ փոքր եմ համարում խոսելու մեր կորուստների մասին, բայց ցավ կա, որի մասին պետք է երևի բարձրաձայնել։ Կորուստներ կան, որոնց մասին պետք է խոսել ամեն դեպքում։ Դե տես, Արցախի կորուստը սովորական կորուստ չի, սա սովորականի պես բան չի, չնայած մեր ժողովուրդը կարծես թե քիչ-քիչ համակերպվում է եւ ամենացավալին երեխաները մեծանում են նոր իրականության մեջ, դու տեսնում ես դա, դու տեսնում ես, որ մենք հերթական անգամ ոչ միայն երգիր կորցրեցինք, արդեն մենք ականատեսն ենք այլ մշակույթ ենք կորցնում, մեր աչքի առաջ մի մշակույթ անհետանում է, թեկուզ եւ դա լինի բարբարի տեսքով, թեկուզ դա լինի ազգային մշակույթի տեսքով, նույնիսկ գիտես կատակների, որ ավագ սերունդը միմյանց բարբարով պատմում է, երիտասարդ սերունդը չի հասկանում։ Այսպիսի երևույթներ նկարագրել են Կոմիտասի աշակերտները, որոնք գաղթականների հետքերով գնացել են եւ հավաքագրել են մեր ժառանգությունը ազգային։ Այսպիսի երևույթներ, այսինքն երևույթներ կան, որոնց մասին ես կարդացել եմ, իսկ հիմա իմ աչքով եմ տեսնում, երանի չտեսնեի, այսպես ասեմ։ Այսքանը երևի, լավ էլ որտեվ հուզվում եմ տեսնում։ Ինգա դու ավելի շուտ վերադարձար, ավելի քիչ ապրեցիք Միացյալ Նահանգներում, ոնց որոշումը կայացրեցիր, որ չէ, այնուամենայնիվ պետք է Հայաստան վերադառնալ, հայրենիք վերադառնալ։ 7 տարի այնտեղ մնացինք եւ միշտ քույրս, մորաքույրս եւ հիմնականում մայրս կողքիս էին եւ օգնում էին, որպեսզի երեխաներին մեծացնեմ, որովհետեւ ինչքան էլ ընկերներ, հարազատներ ունենանք այնտեղ, մենք շատ ընտանիքի մարդիկ ենք, մենք շատ տան աղջիկներ ենք, այսպես ժողովրդական լեզվով ասված եւ մեծ ընտանիքի զավակներ ենք, մեր ընտանիքը շատ մեծ է եւ շատ համերաշխ եւ ինքան դա նկատի ունի, որ մենք ընտանիքի աղջիկներ ենք, այսինքն մենք մեծ հայկական ընտանիքի զավակներ ենք։ Եվ ես շատ էի կարոտում մթնոլորտը, միջավայրը, քարն ու թուփը, նույնիսկ այն աղբամանները, որոնք միշտ թափթփված են, արդեն ինչ որ չափով ցավալի է, բայց հա, դարձել են Երևանի վատ առումով, բայց բնորոշող որոշ հատվածներ։ Աղբը բառից բուն եւ փոխաբերական իմաստով աղբը։ Այո։ Մշակութային աղբը նույնպես։ Դե մերն է, ու ուզում ես, չես ուզում, սիրում ես եւ ընդունում ես այն ինչ որ կա։ Բայց դեր կանես։ Այո, եւ հասկացա, որ ես այլևս այնտեղ չեմ կարող, խեղդվում եմ ուղղակի։
եւ չնայած նրա որ կենցաղը կարելի է ամեն կերպ կարգավորել եւ ավելի բարեկեցիկ ապրել քան այստեղ, հասկացա որ դա ինձ օդ չի տալիս, այսինքն ես խեղդվում եմ եւ կուզենամ որ երեխաներս արդեն մեծանան այստեղ եւ հետագայում արդեն թող իրենք որոշեն։ Համենայն դեպս այստեղի օդն ու ջուրը շփումը երեխաների հետ, հարազատների հետ, կարծում եմ, որ իրենց շատ ավելի կողմնորոշիչ պետք է լինի կյանքում, չնայած այնտեղ հայ համայնքը ես հիանում եմ այնտեղի դպրոցներով եւ մանկապարտեզներով, որ օրը սկսում են հայրմերով, աղոթքով, հայկական հեքիաթներով, այդքան հայրենասեր լինելով եւ փորձում են ամեն կերպ ատամներով պահել մեր արժեքները, այն ինչ որ այստեղից են տարել կամ Սփյուռքից են տարել, այնինչ լսել են իրենց տատերից եւ պապերից եւ երեխաները հենց այցելում էին հայկական մանկապարտեզ եւ դաստիարակները եւ տնօրինությունը հայերեն եւ շատ կարեւորում էի դա, բայց հասկացա որ դա էլ քիչ է եւ ի վերջո բոլորը հիմնականում այստեղ են հասկացա որ պետք է վերադառնամ վերադարձա ես երեխաների հետ այնուհետև ամուսինս որոշակի գործեր ավարտելուց հետո նա էլ վերադարձավ ի վերջո այնտեղ երբ գնում ես եւ որոշակի գործընթաց ես ծավալում կարծես կապնվես բնականաբար չես կարող ուղղակի թողնել եւ գալ որովհետեւ դու տուրիստ չես պարտականություններ ունես աշխատանք ունես որոշակի գործեր ունես որ պետք է ավարտես մի խոսքով ես վերադարձա երեխաների հետ Հետո ամուսինս վերադարձավ, հիմա էլ Անուշին ենք բերում։ Անուշ, բայց հեռանում ես նահանգներից, թե վերադառնում ես հայրենիք։ Վերադառնում եմ հայրենիք։ Բայց ինչու՞։ Չէ՞ որ ազատ ստեղծագործող մարդ ես, աշխարհի ցանկացած կետում էլ կարող ես ստեղծագործել։ Ես այդ մտքով էի մեկնում, մտածելով, որ ազատ եմ ստեղծագործել ցանկացած աշխարհի ցանկացած կետում, ոչ մի կորուստ չկա, բացի այն կորուստները, որոնց մասին նշեցի, բացի նրանից, որ ախր տեսնում ես, որ քաղաքը փոխվել է, տեսնում ես, որ նոր անհասկանալի ազգության մարդիկ են այդ փողոցները ողողել, դու տեսնում ես, որ եռաբլուր լցվում է, դու տեսնում ես, որ շատ երիտասարդ ծնողներ երեխաներ են կորցրել։ Ես հասկանում եմ, դու դրանից գնում էիր, բայց ես դրանից փախչում էի, ես այդտեղ հենց այդ Հայաստանն եմ վերադարձել։ Ինչ փոխվեց։ Ես չէի կարողանում մեկնել, որովհետև այն ժամանակ ես 2020-ին ոչ մի կերպ չէի, արդեն ժամկետս լրանում էր, ես պետք է մեկնեի, 6 ամիսս լրանում էր, պետք էր մեկնել ու չէի կարողանում, որովհետև ինձ թվում էր 2020 թվականն է, 44 օրյա պատերազմն է, ինձ թվում էր, որ ես Հայաստանում լինեմ, ինչ-որ բանով այդ Հայաստանին կօգնեմ, կարծես հիվանդ ծնող է, որ ինչի կարելի լքել։ Բայց մայրս իդեպ հիվանդ է, իսկապես, եւ պետք էր, որ նրա կողքին լինեի։ Նահանգներում էր այդ ժամանակ, հետո Հայաստանում էր, ես վերադարձա Հայաստան մայրիկիս մոտ։ Ես տարբերություն չեմ դնում հայրենիքի եւ ծնողի միջև։ Չի կարելի լքել հիվանդ ծնողի, ես այդպես էի կարծում մեկնելուց, այդպես։ Իսկ հիմա որ վերադարձել ես, ամբողջովին բաց սրտով ես վերադառնում, այսինքն չունես կասկածներ, չունես վախեր, անհանգստություն, որ գուցե էլ չստացվի։ Վախեր, որ ես խորթանցորդ եմ, ես ավելորդ եմ։ Արդեն հա։ Ունեմ, ինչու չունեմ։ Այդպիսի պահեր, թուլության պահեր, երբ որ մահը մեզ հաղթում է մի պահ, ինչպես ավետներ գրել մեր սիրելի երգում։ Մահը մեզ հաղթում է մի պահ, բայց հետո կյանքը մեզ ստիպում է ապրել։ Այսպես, այսքանը երևի։ Ինքա որքանով են երեխաները օգնում այս մեծ փոփոխությունների ժամանակ։ Հեշտ բան չի
տեղափոխվել, հետո հետ տեղափոխվել, բայց երբ կան երեխաները, դա բերում է որոշակի տեխնիկական բարդություններ իր հետ անշուշտ, բայց նաև ինչ-որ մի բանով հավանաբար օգնում են նրանք, չէ՞ մեզ։ Ասեմ, որ տեղափոխությունը ամենածանրը տարավ ամուսինս։ Որովհետև ես դժվար է, դու չես հասկանում, ընտանիք է պետք պահել, այստեղ արդեն ստաբիլ եկամուտ կա, թողնեմ գամ, նորից զրոյից սկսել։ Ես կարծում եմ, որ առհասարակ մարդու կյանքը անդադ զրոյից սկսելն է, նորից պետք է կարողանաս ոտքի կանգնել, եւ մենք անընդհատ հաղթահարում ենք որոշ բարդություններ, եւ մենք պարտավոր ենք հաղթահարել, որտեվ հաջող սերունդ կա, որ մեզ է նայում, եւ մենք պարտական ենք մեր ծնողին եւ պարտական ենք մեր երեխաներին, որոնք մեզ ուժ են տալիս, հենց դրանով են ուժ տալիս, նրանց հավատով, սպասելիքներով, ինչու՞ չէ նաև պահանջկոտությամբ, հիմա երեխաները պահանջկոտ են, այնպես որ այդ ամեն ինչը բնականաբար մեզ ուժ է տալիս, բայց ինչպես ասացի քիչ առաջ, միջավայրը սկսած ուսուցիչներից, ովքեր մեր կողքին են կանգնել, որտեղ երեխաները Մարիան աղջիկս սկսեց այցելել դպրոց առաջին դասարանը եւ ամբողջովին անգլերեն էր եւ հայերեն գրեթե շատ դժվարանում էր կարդալ, չնայած փորձում էինք հետ չընկնել հայերենից։ Մի խոսքով այստեղ եկանք ուսուցիչները մեզ օգնեցին, հիմա արդեն սկսել ենք անգլերեն պարապել, որ անգլերենը չմոռանանք։ Եվ երեխաները շատ շուտ մերվեցին, շատ շուտ գտան իրենց ընկերները, շատ ուրախ են այստեղ ամենայն դեպս։ Մեր ընկերությունը Միացյալ Նահանգներում մեր ընկերների երեխաների հետ անշուշտ պահպանվում է եւ անհամբեր ամեն ամառ սպասում են հանդիպումներին, այնպես որ մենք բոլորս միասին իրար նայելով եւ միջավայրը նույնպես նպաստում է դրան, որ հաղթահարում ենք որոշ խոչընդոտներ եւ դրանով իսկ կյանքը հետաքրքիր է դառնում նաեւ, չէ՞։ Բրավո։ Ես առաջարկում եմ փոխենք ուտեստը, փոխենք թեման եւ շարունակենք մեր հետաքրքիր զրույցը։ Սիրով։ Շնորհակալություն։ Ուզում եմ հիշեցնել, որ Հերմինե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան Գրուպ այս տարի նշում է իր 25-ամյակը եւ 25-ամյակի կապակցությամբ տարատեսակ ակցիաներ եւ առաջարկներ է ունենալու, ինչպես նաեւ ոլորտի մասնագետների հետ մշտապես հանդիպումներ։ Եվ ես էլ իհարկե մեծ սիրով ողջ տարվա ընթացքում ներկայացնելու եմ բոլոր այն նորությունները, որ առաջարկում եմ սիրելի գործընկեր Վալան Գրուպը եւ իհարկե անդրադառնալու եմ գործունեությանը իմ սիրելի գործընկերոջ։ Մուտքի դուռ, միջանցքի ահարաններ, միջսենյակային դռներ, լոգասենյակի կահույք, խոհանոցի կահույք, ալյումինե պատուհաններ, դռներ, ինչպես նաև ննջասենյակի, հյուրասենյակի, ճաշասենյակի կահույք։ Իհարկե, անշուշտ եւ բնականաբար, ալյումինե սահող դռներ։ Դե պարզ է, սեկցիոն դարպասներ, մարտիզաներ, պերգոլաներ, մի խոսքով ամեն ինչ։ Այս ամենը Վալան Գրուպի կողմից։ Պատրաստելու եմ ելակով սոուս եւ մատուցելու եմ սաղմոնի հետ։ Տապակում ենք սխտորը։ Սոխը իդեպ Հայաստանում է աճեցված, սոխ բարե է, բայց կարծես ինչ որ ուրիշ սորտ է, որովհետեւ ավելի հաստ է այս հատվածը, բայց վստահաբար համը շատ ավելի նուրբ է, քան կարմիր կամ սպիտակ սոխը։ Տապակում ենք սոխը, մանրացնում եմ ելակը։ Եվ սկսում ենք տապակել։ Մի փոքր կոնյակ եմ ավելացնում, Armenia Wine ընկերության V&M կոնյակն է։
Ցավոք 5 տարեկանն եմ ավելացնում, որտեվ 3 տարեկանս վերջացել է։ Աղ եմ ավելացնում, սև պղպեղ, մշկնկույզ եմ քերում, բալզամիկ քացախ, սոուսի տեսքով։ Եվ հարում ենք, որ ավելի համասեր դառնա մեր սոուսը։ Եվ ավելացնում եմ մի փոքր կարագ, որ փայլի եւ ավելի սերուցքային համ ունենա սոուսը։ Ինչ գեղեցիկն է։ Մենք փորձելու ենք սաղմոնը ելակի սոուսով։ Ելակի։ Այո։ Ինձ թվաց թե Տոմատի մածուկ է։ Ոչ, ելակ է։ Չետակի։ Եվ առաջարկում եմ վայելենք մեր սաղմոնը սպիտակ օրգանական գինով, տակար օրգանիկն է, ամբողջ ցիկլը օրգանական է, սերմից մինչև մեր բաժակը, նույնիսկ հոլախոտերը, գառնուկներն են վայելում, այդ ուշքանում են եւ որևէ պարարտանյութ ավելացնում, այնպես որ մենք իսկապես շատ յուրահատուկ գինի ենք հիմա վայելելու։ Բավական է, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սամ կհավանեք համադրությունը ելակի եւ սաղմոնի։ Բարյախորժա, շնորհակալություն։ Շատ համեղ գինի։ Շատ ինքնատիպ, Լավն է, յուրահատուկ, այո։ եւ շատ հետաքրքիր Ինչպես է կոչվում տակար, օրգանիկն է, տակար։ Տակարի օրգանիկ։ Եվ կարմիրը կա եւ սպիտակը կա, այո, Արմենիավային ընկերության տակարն է։ Հուսամ կհավանեք։ Փորձենք։ Շատ համեղ է։ Շատ։ Հավանեց։ Ես բաղադրատոմսը Դու խնդրում եմ։ հաղորդման մեջ կտեսնես։ Հա։ Ավելի Ես շուտ ոչինչ չէ։ չեմ թաքցրել։ Ավելի շուտ մեծ սիրով, իհարկե։ Անջատեք տեսախցիկ որ ասեմ բաղադրատոմսը։ Մի քիչ ուզում եմ անկյունները սրենք մեր զրույցի, որովհետև ես անընդհատ անդրադառնում եմ ձեր ստեղծագործություններին, ինքս լսում եմ, վայելում եմ եւ այլն, վերջերս էլ ջազի միջազգային օրը հնարավորություն ունեցա Ինգայի կատարումները վայելելու, որտեղ սիրելի արտիստներից եք, չեմ թաքցնում դա, բայց ինձ մոտ տպավորություն էր, որ եթե մի քիչ քրոնոգրաֆիան կխախտեմ, ուղեք ինձ, որ Եվրատեսիլից հետո մի տեսակ ձեզ ճիշտ բառ եմ ուզում գտնել։ Տավուշեցիները կասեն բրախեցին։ Բաց թողելը մի քիչ ուրիշ իմաստ ունի։ Անուշադրության մատնեցին, պրոդյուսերները ասեմ, թե այն թիմերը, որոնք ձեզ հետ աշխատում էին, եւ դա եղավ միանգամից եւ այն մարդկանց համար, ովքեր որ ձեզ սիրում են եւ ձեր ստեղծագործություններին հետևում են որպես երկրպագուներ, դա վստահաբար զգացին։ Ինչ կատարվեց։ Ինձ թվում է դու ինչ-որ բան շփոթել ես, Եվրատեսիլից հետո վերելք գրանցեցի, ճիշտ հակառակը եղավ։ Մենք ենք մեր սարերը Եվրատեսիլից հետո ենք ձայնագրել։ Այսինքն մենք եւ ձայնասկավառակները դուրս եկան։ Որ կետից հետո մի տեսակ անդունդ առաջացավ։ Երբ որ մեր կոնտրակտը վերջացավ, պարզապես մեր համաձայնագիրը, որ մենք կնքել էինք, իդեպ 1 տարով էինք կնքել, հետո երկարացնում էինք անընդհատ, որովհետև հաջողություններ էինք բարբերաբար հաջողությունների ենք հասնում 2007 թվականի վերջից մենք կնքեցինք համաձայնագիրը Շարմ ընկերության հետ, այո։ 1 տարով կնքված համաձայնագրի սահմաններում, ուրեմն ժամկետի սահմաններում մենք ինչ որ հաջողություն գրանցեցինք, 8 օրինակ նկարահանվեց։
դա այլ հարց է, ինչու մենք գութանը հետո չէինք երգում նույնիսկ մենահամերգներին, դա բոլորին արխնդիր է, որովհետև դա այն գործերից է, որը ցանկացած պրոդյուսեր հիմա կարող է ասել, ոչ միայն մեր պրոդյուսերներ, ցանկացած պրոդյուսեր կարող է ասել, ես դա չեմ կարող վաճառել, ում ես դա վաճառեմ, ում ես վաճառեմ նմանատիպ երգեր։ Հիմա մենք տեսնում ենք, որ երիտասարդ սերունդը գութանը երգում է, որպես ժողովրդական երգ, սա էլ է հաջողություն։ Այսինքն, եթե մարդը կարծում է, որ սա ազգագրական երգ է, ոչ թե իմ հեղինակային ստեղծագործությունը, այնքան հարազատ է համարում իր համար, այսինքն այնքան բնական է, օրգանիկ է, հա։ Այնինչ երաժշտությունը գրել է Անուշը ժողովրդական խոսքերի վրա եւ գութանը մենք արդեն իսկ ունենք ձայնագրված, այնուհետև պրոդյուսերները լսել էին այդ ձայնագրությունը եւ առհասարակ մեր ստեղծագործական աշխատանքը մինչ 2007 թվականը եւ առաջարկեցին մեզ համաձայնագիր կնքել եւ համագործակցության առաջարկ ստացանք։ Այնուհետև ինչու համաձայնեցիք։ Եկեք ես փուրփուր պայմանագիրը գայթակղիչ կետեր ուներ շատ։ Ինչ էր իրենից ներկայացնում պայմանագիրը, ինչ պիտի աներ ձեզ համար պրոդյուսերական ընկերությունը շարունակել։ Նայեք, այսպիսի մի բան կար։ Ժամանակին, երբ մենք մեկնեցինք նահանգներ ու անընդհատ առհասարակ արտիստները համերգներ են ունենում արտերկրներում եւ հիմնականում Լոս Անջելեսում, որտեղ մեծ հայ համայնք կա, այնտեղից առաջարկ ստացանք Մետալիկա խմբի հետ համագործակցության եւ երգեր ձայնագրելու եւ տարբեր պրոդյուսերներից, ռոք խմբերի հետ համագործակցել եւ գութանն էլ հենց լսել էին, որ նոր, այսպես ասած, թխված հացի պես էր, տակ-տակ եւ բուրումնավետ, ասեցին, որ կարելի է անգլերեն տեքստ գրել եւ երգել այստեղի շուկայի համար, եկեք դուք տեղափոխվեք Միացյալ Նահանգներ, մեզ մեծ բավականին հաստ կոնտրակտ առաջարկեցին եւ մենք ընկանք շփոթմունքի մեջ, քանի որ բավական երիտասարդ էինք, վախեցանք, որովհետև ինչպես քիչ առաջ խոսեցինք, շատ մեր ընտանիքին, մեր տանը կպած աղջիկներ եղան եւ նման դաստիարակություն ենք ստացել եւ վախեցանք մեկնել օտար երկիր եւ մնալ ուղակի երկուսով եւ ուղակի մեծ փորձությունների մատնվել եւ բերեցինք կոնտրակտը այն ժամանակ դեռ լավագույն եւ միակ կազմակերպության շարունակությունը, որը շատ մեծ աստղեր էր բերում Հայաստան եւ մեծ պրոյեկտներ էր իրականացնում եւ խնդրեցինք նրանց աջակցությունը ուղղակի որ խաբված չլինենք խորհրդի կարգով, որովհետեւ այո, ունեին նաեւ փաստաբան, խնդրեցինք որպեսզի ծանոթանան այդ կոնտրակտին եւ մեզ խորհուրդ տան թե ինչպես վարվել, որտեղ կան սուր կետեր, որտեղ կարելի է ավելի ուշադիր լինել, ինչ մեր կողմից մի խոսքով պահանջել եւ այլն։ Նրանք ծանոթացան այդ համաձայնագրին եւ ասացին, որ հենց ցիտում եմ, շատ սխալ կլինի մեր մեղվի փեթակներին բաց թողնել այլ փեթակում աշխատել, եկեք միասին աշխատենք։ Եվ առաջարկ արեցին մեր մեղուններին բաց թողնենք մեր պետակից եկեք միասին աշխատենք եւ առաջարկեցին համաձայնագիր, համաձայնեցինք, ես խոհանոցային փոքրիկ նրբություններ եմ բացահայտում, որը երբևէ չեմ ասել։ Մի խոսքով շատ բեղմնավոր աշխատանք ենք ունեցել այդ ընկերության հետ, որի համար շատ շնորհակալ ենք եւ նրանք կյանքի են կոչել նաեւ հանդուկն գաղափարներ, որոնք նաեւ կոմերցիոն չեն եղել, բայց ֆինանսավորել են այդ երգերի ձայնագրությունները։ Օրինակ Դոն Հայը, չէ՞։ Օրինակ Դոն Հայը, որը բոլորովին կոմերցիոն չի համարվում մինչ օրս, բայց իստիս եւ նրանք էլ համաձայնեցին, որ դա ազգային արժեք է ներկայացնում եւ պետք է որ ձայնագրվի եւ պետք է անպայման տեսագրվի եւ այդ գոհարը մեր ձայնադարանում եւ տեսադարանում մենք ունենք հիմա։ Նկարանվեց գութանը որպես տեսահոլովակ, նաեւ կային կոմերցիոն քայլեր, որոնք որպես հիմա արդեն քանի որ ես եմ զբաղվում մեր կազմակերպչական հարցերով առհասարակ պրոդյուսինգով այսպես կոչված, կարծում եմ, որ շատ ճիշտ եւ իմաստուն քայլեր են արել, որոշակի կոմերցիոն քայլեր անելով, օրինակ մենք ենք մեր սարերը, որը սիրվեց ամբողջ հանրության կողմից, թե Սփյուռքում եւ թե այստեղ։ Եվ օրինակ ապրելու ապրիլը, որ գրվել էր 5 տարի առաջ, բայց հեռարձակվեց եւ կյանքի կոչվեց 2015-ին, բայց մենք այն ունենք 2010-ին արդեն։ Իսկապես, այո,
Ես գիտեի հենց 15-ին է գրվել։ Նրանք այդ համբերությունը ունեցան եւ ստրատեգիկ որոշում կայացրեցին, որ այն հենց 15 թվին պետք է 100-ամյա տարելիցին։ Այնքան գեղեցիկ է ներկայացնում, որ ինձ թվում է պիտի ասեր եւ կոնտրակտը ձգվեց եւս 20 տարի։ Չէ, եւ կոնտրակտը ձգվում էր շարունակաբար 1 տարով, եւս 1 տարով, եւս 1 տարով։ Հերթական հաջողությունը գրանցելուց հետո մենք եւս 1 տարով համաձայնագիրը մեր 2007-ից 2015 թվականը մենք համագործակցել ենք շարունակեցել։ Ինչու խզեցիք։ Որովհետեւ ես ամուսնացել էի, որովհետեւ համաձայնագիրը ավարտվել էր, որովհետեւ կարծում եմ ինչ-որ չափով ինչ ունի սկիզբ այն էլ ունի ավարտ։ Եվ գուցե ինչ-որ չափով սպառել էր մեր համագործակցությունը։ Մենք միգուցե դադարեցինք միմյանց հասկանալուց, ինչ-որ ընդհանուր հետաքրքրություններ հետապնդելուց արդեն հոգնել էինք եւ բացի այդ կար այս նախագիծը արդեն վերջին նախագիծը, որին ես քեզ ծանոթացրեցի, ծառը։ Եվ այնտեղից արդեն 2 երգ պատվիրվել էր Ծիրանի ծառը եւ Ձյան հեքիաթը արդեն կար։ Կարծում եմ պարզապես մեր համագործակցությունը իր տրամաբանական ավարտին հասավ եւ մեր արդեն իրարից զատվելու ժամանակն էր, այսպես։ Դրանից հետո իհարկե դուք ընկղմվում եք այս նախագծի մեջ, որը ինչպես արդեն հասկացանք, տարիների աշխատանք է։ Հենց այստեղ արդեն երբ որ դուք ընկղմվեցիք այս նախագծի ստեղծագործական աշխատանքի մեջ, բաց թողեցիք որպես արտիստներ այս ստեղծագործություններ անելու հնարավորությունը, որը հանրությանը այդ պահին պետք էր ձեզանից, ովքեր ուզում էին էլի նոր բան լսել, էլի նոր բան տեսնել, եւ տպավորություն էր, որ դուք կորել եք ասպարեզից։ Հետաքրքիր նկատառում էր ստեղծագործական մեր ձիրքի մասին, շնորհակալություն, որ դա նկատել ես։ Ինձ թվում է բնական է, երբ ինչ-որ մեկը, մի արտիստ, որ ունի նաև ստեղծագործական ձիրք, ժամանակ առ ժամանակ ընդհատակ է անցնում, որ ստեղծագործի, վերջ, դրանով ամեն ինչ ասված է, այսինքն ստեղծագործական ընթացքը այնպիսի նվիրում է պահանջում, այնպիսի մանրամասն, մանրազնին հետազոտական աշխատանք է պահանջում, ժամանակ է պահանջում, որ բնականաբար այդ performance-ի այսպես կոչված ժամանակը եւ տեղը եւ աջակցողներին գտնելը, փնտրելը, գտնելը, դա էլ առանձին ադմինիստրատիվ ներուժ է պահանջում, որը մենք այն ժամանակ չունեինք։ Պարզ ադմինիստրատիվ ներուժի բացակայություններ, թիմի բացակայություններ, որին մենք սովոր էինք, որ մեր փոխարեն որոշումներ են կայացնում, մենք սովոր էինք, որ մեր փոխարեն շատ լուրջ այսպես կոչված PR, այսինքն հանրության հետ կապերը ապահովում էր առանձին մի թիմ, այսինքն բանակցություններ։ Մենք այդ պահին լիարժեք կարելի ասել ազատված էինք բոլոր այն խոհանոցային կազմակերպչական հարցերից եւ զբաղվում ենք լիարժեք ստեղծագործելով։ Դա շատ կարևոր է ստեղծագործողի համար։ Հենց դա էր գայթակղիչ է հանդիսանում պայմանագրի մեջ, որ մենք կարող ենք հանգիստ մեր գործը անել։ Իսկ հիմա որ հետ եք նայում, այդ որոշումներ կայացնող ընկերությունները, Շարմ ընկերությունը, Հանրային հեռուստաընկերությունը Եվրատեսիլի դեպքում, այդ որոշումների մեջ կան բաներ, որոնք հիմա հետ եք նայում եւ ասում եք սխալ էր։ Այ դա պիտի այդպես չլիներ։ Գիտեք, ոչ մի քայլի եւ ոչ մի օրվա համար զղջում չեմ ապրում։ Անկամ Մետալիկայի ինգա։ Անկամ Մետալիկայի, որովհետև այդ ոսկե տարիները մենք եղել ենք մեր ծնողների կողքին եւ ցավոք շուտ են կորցրել մեր հորը։ Ես շատ գնահատում եմ հենց այդ որոշումը եւ քիչ առաջ խոսում էինք մենք կադրից դուրս նշանների մասին։ Այո։ Կարծում եմ, որ մեր առաքելությունը այստեղ լինելն էլ եւ դրա համար էլ նաեւ վերադարձանք նորից հայրենիք, որպեսզի մեր գործը շարունակենք, որովհետեւ ինչպես մայրս է ասում, մեր արմատը այստեղ խորն է եւ մենք այստեղ ավելի ստեղծագործելու առումով ավելի
պտուղներ շատ կարող ենք տալ, եւ որտեւ այս հողից էլ հենց սնվում ենք, այստեղի էներգետիկ դաշտից սնվում ենք, եւ ոչ մի արած քայլի համար չեմ զղջում համենայն դեպս ես եւ շնորհակալ եմ յուրաքանչյուրին եւ դժվար դասերի համար, որոնց համար նաեւ կարող է լաց եմ եղել եւ որտեւ նրանք հանդիսանում են ուսուցիչներ, որոշ դրվագներ, մարդիկ, որոնց հետ համամիտ չեմ եղել, բայց նրանց շնորհիվ էլ ձևավորվում է այն անձը, որը ես կամ այսօր եւ գնահատում եմ յուրաքանչյուր լավ եւ պոզիտիվ իրադարձությունը եւ շնորհակալ եմ ամեն բանի համար, չէ, ոչինչի համար չեմ զղջում։ Վայո, որովհետև վերջի վերջո ամեն քայլի ետևում կա յուրաքանչյուր համար եւ հանուն։ Եթե կա այդ հանունը, ուրեմն գիտես ինչպես։ Ինչպես, ոնց եւ ինչքան ժամանակ եւ ինչ ռեսուրսներով այդ հանունը ամեն ինչ արժի գիտես։ Իհարկե։ Կան դրա մասին երկու։ Այն ժամանակ, երբ որ ձեր անունը հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում էր, տեսահոլովակները մեկը մյուսի հետևից, կերպարները մեկը մյուսի հետևից անդադ սպասելի եւ ցանկալի եւ հետաքրքիր եւ յուրահատուկ մի ժամանակաշրջան էր, երբ ամբողջ շոու բիզնեսն էր այդպիսին, որովհետև հանրությունը ուներ սպասում, հանրությունը ուներ ակնկալիք, հանրությունը ուներ հետաքրքրություն ոլորտի հանդեպ։ Ինչ կա հիմա։ Ինչ կա հիմա։ Հիմա կան սպասումներ։ Առայժմ սպասումներ կան, այո։ Կան ես չեմ կարծում, որ արտիստը պետք է գնա հաջողության ետևից միշտ։ Պետք է երազի հաջողություն ունենալ, որովհետև դա բոլորովին այլ նպատակներ է, հնարավոր է տարբերվող, ներքին մղումների ետևից պետք է գնա արտիստը։ Ներքին մղումները, որոնք միշտ ճիշտ ճանապարհ են ցույց տալիս։ Այ քիչ առաջ ասացի, յուրաքանչյուր քայլի ետևում կա հանուն, յուրաքանչյուր ինչպեսի ետևում կա հանուն, համար բառը եւ եթե չգիտես հանուն ինչի ես դու ինչ-որ զողողությունների գնում, անպայման քո ճանապարհը ծռվում է, անպայման սխալ ճանապարհով ես գնում։ Հիմա կան սպասումներ, մի քիչ երկար են ճանապարհը, երկարացնում են մեր ճանապարհը, բայց կարծում եմ մենք անպայման տեղ կհասնենք։ Դու խոսեցիր ստեղծագործող մարդու եւ արտիստի տեսանկյունից։ Ինձ հետաքրքիր է իսկ ունկնդրին ուսումնասիրել եք այսօրվա այդ զարկերակը բռնում եք, գիտեք ունկնդիրը ինչ է սպասում, ինչ է ուզում։ Ցավոք սրտի։ Ես կարող եմ պատասխանել։ Ըստիս գործիքներն են փոխվել։ Մարդը չի փոխվում, Մարդը չի փոխվում, արժեքները չեն փոխվում։ Հոգին, մարդը ունի հոգի, ինչպես ասում են, միս արունից է, մարդ զգալու, հուզվելու, նյարդայնանալու եւ բոլոր էմոցիաները զգալու ունակ էակ է եւ դրան ներազդելու համար կա մշակույթ, կա երաժշտություն, կա նկարչություն, կա կինո, կա մի խոսքով շատ տարբեր են այդ ուղղակի այդ ամենը մատուցելու գործիքներն են փոխվել։ Մեզ պետք է այլ տեսանկյունից նայել ուղղակի, որ կարողանալ այդ գործիքներին հմտորեն տիրապետել, որովհետեւ կարողանանք այն ինչ մենք անում ենք, հասանելի դարձնել նույն հանդիսատեսին, որովհետև նույն ինչպես խոսեցին գութանը երգում են հիմա 18-20 տարեկան երեխաները։ Ինչ է փոխվել։ Միգուցե արդեն հասանելի է դարձել այն ինչ մենք անում ենք 15 տարի առաջ եւ շարունակելու ենք անել այլ ձևաչափով թեկուս դասական մոտեցումով արդեն ֆիլհարմոնիկ նվագախմբի համար մշակումներով եւ էլի ռոք նվագախմբի համար եւ փոքրիկ բենդի համար, այսինքն երաժշտությունը լեզու հասկացողություն չունի։ Մենք տարբեր ձևով կարող ենք մշակումներ անել, տիրապետել գործիքներին տարածման, YouTube-ի մասին է խոսքը, Instagram-ի, Facebook-ի եւ մնացածի մասին է խոսքը, ինչը այդքան էլ չեմ ընդունում երիտասարդ սերնդի համար, բայց եթե այդ գործիքը մեզ տվել են, որպեսզի խոսքը տեղ հասցնես, պետք է դա կարողանաս գործածել։
Ես ճիշտ եմ հասկանում եւ զգում, որ դուք պոպի այդ աստիճանավանդակից բարձրանում եք մի հատ ուրիշ հարթություն եւ այնտեղ եք ձեզ ավելի երջանիկ զգում որպես ստեղծագործ։ Մենք ակադեմիական երաժշտական կրթություն ենք ստացել։ Ինգան ջութակահարուհի է, ես դաշնակահարուհի։ Մենք այդ բարձրությանը ծանոթ ենք շատ քաջ հայտնի է մեզ այդ բարձրությունը, բարձունքը, որի մասին դու նշում ես եւ այդ թերևս ժամանակավորապես տևական ժամանակ մեզ համար անհասանելի բարձունքը միշտ երանելի նպատակ էր ինձ համար եւ երբ ես ստացա առաջարկ անելու ցանկացած բան, որ ես ուզում եմ, ես անմիջապես որոշեցի, որ մենք պետք է սիմֆոնիկ նվագախմբով մշակումներ ձայնագրենք, երգերը, հայկական ազգագրական երգերը սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ պետք է ձայնագրենք, շատ հանդուգն քայլ էր, շատ ամբիցիոզ, այսպես ասեմ, հա, շատ ինքնավստահ քայլ էր ինձ համար, եւ ես կարծում եմ, որ հաջողվեց այդ էքսպերիմենտը, այդ փորձառությունը ես ունեցա ես եւ քույրս։ Կարծում եմ պետք է որ գոհ լինենք մեր ընտրության համար։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ ենք մենք արել, ժամանակը եւ հանդիսատեսը։ Մարդ երբ ստեղծագործության մեջ անգամ բան է փոխում։ Առաջինը պետքա իր մեջ ինչ որ մի բան նոր բացահայտի կամ հնից քանդի հանի թարմացնի։ Շատ ժամանակ հոգևոր կրթությունն է, որ մարդուն բերում է նոր աստիճանի, նոր տեղում է դնում։ Դա ինքնաբացահայտման մի հատ նոր ճանապարհ է դառնում մարդու համար։ Ես ինչ որ անհասկանալի է այսպես տոկերով, հոսանքներով, զգում եմ, որ այս փոփոխությունը օդից չի եւ ինչ որ մի հնից չի կամ ինչ որ մի տարօրինակ տեղից չի, ինչ որ կոնկրետ աղբյուր ունի։ Այդ ո՞րն է այդ աղբյուրը։ Աղբյուրը Աստված է երևի։ Վերջ։ Ալֆան եւ օմեգան մեր ցանկացած հաջողության, ցանկացած աստվածահաճո քայլի, ցանկացած ազգանվեր քայլի աղբյուրը երևի Աստվածն է եւ ես այնքան չեմ սիրում շնորհակալություն Աստված բանի գրեմի կամ օսկարի դերասանների պես համացանակաբաշխության Աստված եւ ծնողները, չէ, բայց փաստը մնում է փաստ, մենք որպես քրիստոնյաներ, աստվածավախ հայուհիներ չեն կարող չխոսել այդ մասին, թեկուզ եւ սեղանի շուրջ, որովհետեւ բաներ կան, որոնք պետք է նկատել եւ նորից եմ կրկնել, պետք է բարձրաձայնել, այլապես դրանք մնում են ետնաբեմում իմ եւ քո մտերմիկ զրույցի այսպես ձևաչափում են մնում եւ երբեւե հանդիսատեսին չեն հասնում։ Եթե չլիներ Աստծո օրհնությունը եւ առաջնորդությունը, դժվար մենք այսպիսի մեծ հսկա քայլ անեինք։ Եվ հիմա էլ մենք մեր հույսը փափագում ենք նրան, որպեսզի կարողանանք մեր գործը առաջ տանել։ Այսինքն մենք հրաշքի ենք, մենք միշտ հրաշքների ենք հավատացել եւ այդ հրաշքները միշտ եղել են մեր կյանքում։ Դաստայևսկին ասում է մեկ այլ բան է ճանաչել Աստծուն եւ մեկ այլ բան է ճանաչել նրան նորից։ Նորից եք ճանաչել, թե հին ծանոթություններ։ Նոր տողից սկսել ենք, օրհնությունը ստացել ենք եւ բացահայտում ենք արել, հերթական բացահայտումն ենք արել, որովհետեւ Աստված մշտադալար կենաց ծառ է, մեր նախագծի անունն էլ է ծառ, մշտադալար կենաց ծառը, որ խաչքարի տեսքով է, ամեն ուրեք մեզ, ամեն քայլափոխին մեզ ուղեկցում է, մենք դրան երբեմն չենք նկատում,
բայց դա այն մշակույթի խորհրդանիշն է, որից մենք սնվում ենք եւ որին պետք է սնենք, այս է նոր մեր քայլը։ Մենք պետք է սնենք մշտադալար կենաց ծառը նաեւ մեր կյանքի էներգիայով, մեր կենաց ուժով։ Շնորհակալություն, ես ստացա կարևորը ինձ հետաքրքրող, ամենաշատը հետաքրքրող երևի թե հարցի պատասխանը, աղանդերը մատուցեմ եւ հասկանանք, քանի որ Ինգան ընձեռնել է պրոդյուսերական աշխատանքները եւ պրոդյուսերի միսիան իր վրա է վերցրել, ինձ հետաքրքիր է նաեւ որ ուղղությամբ ենք գնում, ուր ենք գնում, դա կիմանանք աղանդերը մատուցելուց հետո։ Շնորհակալություն։ Եվ որպես ավարտ Ինգային եւ Անուշին մատուցելու եմ սև թթով եւ ռիկոտայով շատ թեթև, այսպես մեր ճաշացանկը փակող դեսերտ, կարելի է ասել, թարմացնող աղանդեր, այո, ինչու ոչ։ Սկսեմ։ Ավելի լավ է քիչ խոսեմ եւ սկսեմ։ Ռիկոտա պանիրը, սև թութ, մի փոքր մեղր, մի փոքր էլ բովազ մանրացրած ընկույզ։ Առանց ավելորդ ճիքեր գործադրելու կարելի է ուրախացնել հյուրերին նաև աղանդերի այս տեսակով, հատկապես, որ հիմա Հայաստանում սև թթի ամենասիրուն շրջանն է, կարճ, բայց ամենասիրելի շատերիս համար, շատ պարզ է ամեն ինչ, ռիկոտա պանիրն է, մեղր, ընկույզ եւ թութ։ Հանգիստ կարելի առավոտյան որպես նախաճաշ պայելել, օրվա ընթացքում որպես աղանդեր, հուսամ կհավանեք։ Ամենակարևոր շատ օգտակար են բոլոր ուտեստները եւ աղանդերը նույնպես։ Ինչ համեղ է։ Շատ համեղ է։ Շատ հետաքրքիր համ ունի։ Իսկապես շատ համեղ է։ Նուրբ է, չէ՞։ Շատ նուրբ է ու թեթև։ Իմ սիրելի Ինգա եւ Անուշ։ Այո։ Ինչու չկան հարցազրույցներ վերջին շրջանում ձեզ հետ։ Ինչու չկան հարցազրույցներ, միգուցե պայմանավորված էին ֆիզիկական բացակայությամբ երկրից, Ինգան շատ ակտիվ է այդ առումով, հարցազրույցներ կան։ Գնում հարցազրույցների արդեն։ Որովհետև ես մի քանի օր է փնտրում եմ մեծ հարցազրույցներ, դե նահանգներում այնպես է, որ գործող հաղորդումներ, հաղորդավարներ, լրագրողներ կան, եւ թվում էր թե գոնե մի քանի լավ մեծ հարցազրույց պետք է Անուշի հետ լիներ, այստեղ Ինգայի հետ լիներ, բայց լայնամասշտաբ հարցազրույց չհանդիպեցի։ Առհասարակ վճռել ենք սկսել մեր գործունեությունը, վերսկսել, այսպես ասեմ, միասին Անուշի վերադառնալուն պես։ Եվ վերջին շրջանում համերգը Գառնու տաճարում, ինչպես ասացի, Temple of Arts նախագծի շրջանակներում առիթ հանդիսացավ, որ Անուշը վերադառնա։ Հիմա արդեն շատ ու շատ նախագծեր կան, որոնք միասին մտածում ենք, որ պետք է անպայման կյանքի կոչենք։ Այդ թվում նաև այն նախագիծը ծառը, ինչի մասին որ խոսեցինք քիչ առաջ, եւ ոչ միայն։ Կարծում եմ, որ գովազդների միջոցով արդեն հանդիսատեսը կտեղեկանա նորությունների մասին եւ տեսահոլովակների մասին, երգելու ենք ոչ միայն ժողովրդական մեր գոհարներից, այլ նաեւ ժամանակակից կոմպոզիտորների երգերից եւ ինձ բախտ է վիճակվել ներկայացնել Ազնավուրյան երգերի մի շարք, նաև Ռոբերտ Ամերխանյանի երգերից եմ երգելու եւ տեսահոլովակ շուտով կնկարահանեմ, այդ թվում Անուշն է շատ գեղեցիկ երգ գրել ժողովրդական խոսքերի վրա իր երաժշտությունը, քիչ առաջ խոսեցինք, որ
արյան մեջ այս ազգային այդ գենը խոսում է եւ շատ ու շատ կոմպոզիտորներ ստեղծագործում են ֆոլկլոր ոճի մեջ այդ առաջիններից հենց նա է, որի մասին չի խոսում եւ շատ քչերը գիտեն, որ Անուշի ստեղծագործություններն են նույն Գութանը, նույն Քարսուն Կարասը օրինակ, որ գրել է ինձ համար եւ չթվեմ, բայց արդեն իսկ որ հետևորդները բաժանորդագրվեն մեր էջերին, սա արդեն պրոդյուսերական մի փոքր։ Այո, ես հիմա ավելի կշեշտեմ դա, այո, ճիշտ ես անում։ Այո, եթե բաժանորդագրվեն մեր էջերին, արդեն կկարողանան հստակ հետևել մեր գործունեությանը, մեր նորություններին, ուղևորություններին, համերգներին եւ մի խոսքով դեռ շատ ասելիք ունենք եւ հետաքրքիր անակնկալներ են սպասվում։ Այսինքն Ինգա Անուշ Արշակյաններ դուետը շարունակում է նոր ուժով, նոր էներգիայով, նոր ստեղծագործություններ։ Հրաշալի է։ Ծառը նախագիծը, որ արել եք եւ պատիվ ունենալու, հավանաբար մի նախագիծ է, որը եթե 8 տարի դարակում է եղել, պիտի ինչ-որ մի օր ճեղքի եւ դուրս գա, բացի այդ պահարանի դռները եւ դուրս գա։ Ունեք արդյոք մշակած մարտավարություն, ինչ եք անելու, որ այս նախագիծը ավելի շատ մարդկանց տեղ հասնի եւ ավելի շատ մարդ իմանա այս նախագծի մասին։ Դե քիչ առաջ արդեն գործիքների մասին խոսեցինք, այդ նախագիծը արդեն իսկ ձայնագրված է, բայց չեմ համարում այն միանգամից չեմ համարում ճիշտ, որ պետք է միանգամից հրապարակել բոլոր ստեղծագործությունները, կամաց մենք արդեն տեսահոլովակներ, նույնիսկ մի տեսահոլովակ կա Անուշի օրորը, որ շատ հետաքրքիր է եւ կոմիտասյան օրորը, ակնաօրորը, որը Անուշն է երգել ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին եւ որի վրա նկարահանված տեսահոլովակ արդեն իսկ կա, ուղղակի դեռ հարմար պահ ենք սպասում, որպեսզի կարողանանք այն հեռարձակել։ Կարծում եմ բեղմնավոր տարի է մեզ սպասում եւ հստակ ստրատեգիաների մասին սխալ եմ համարում խոսել, թե ինչպես ինչից հետո, ուղղակի կարծում եմ, որ պետք է որ հետևեն մեր էջերին, մենք սիրով եւ իսկապես մեծ սիրով ենք լցված եւ լավատեսությամբ, որ պետք է նոր գործեր անենք եւ հանձնենք հանդիսատեսի դատին եւ հուսամ, որ մարդկանց սրտում այն արձագանք կգտնի։ Վստահաբար նորությունների մասին կիմանան ձեր Instagram-ի, Facebook-ի պաշտոնական էջերից, բայց նման լայնածավալ նախագիծը իմ կարծիքով պահանջում է նաեւ լայնածավալ համերգ։ Որովհետեւ մեկ այլ բան է, որ տեսահոլովակների, տեսանյութերի, կատարումների միջոցով է տեղ հասնում, սիրվում, տարածվում եւ այլն, բայց համերգային մոտեցումը ինձ թվում է պիտի որ այս նախագծի համար լինի։ Անպայման, ի սկզբանե այն նախատեսված էր հենց համերգային ձևաչափի մեջ, ուղղակի այնպես ստացվեց, որ COVID-ը, այնուհետև պատերազմը եւ որոշում կայացվեց, որ գոնե այն պետք է ձայնագրվի, որպեսզի մնա ձայնադարում եւ ուղղակի չկորչի, որովհետեւ գործերը արդեն ստեղծագործությունները նոտագրված էին, պատրաստ էին եւ պետք է կյանքի կոչվեին։ Կյանքի կոչվեցին այս ձևաչափում։ Ձայնագրվեցին, իսկ համերգի առումով անշուշտ նման ծրագրեր կան, ուղղակի վաղ է խոսել դրա մասին, քանի որ մեծ ֆինանսավորում է պահանջում, ինչպես նշեցի քիչ առաջ, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին է արվել եւ Հովերի երգչախմբի հետ միասին, հենց այդ մասշտաբով էլ մտադիր ենք անել համերգը, ուղղակի նման համերգը մեծ ներդրում է պահանջում եւ որպեսզի արվի շատ շքեղ եւ շատ լավ, պետք է ժամանակ, որպեսզի այդ ամեն ինչը ժամանակ է ֆինանս եւ ես ուզում եմ այս պահին գործարար աշխարհի ուշադրությունը սևեռել նախագծի վրա, եթե կլինեն ընկերությունները, ովքեր որ ոչինչ չէ, որ ես այսպես հանձնեմ առել ֆինանսներ ընտրելու գործին, եթե կլինեն ընկերություններ, ովքեր այո չգիտեին, որ եւ Անուշն է Հայաստանում եւ կա նման լայնածավալ նախագիծ, ապա խնդրում եմ ուշադրությունը սևեռել եւ ներգրավված լինել, որովհետեւ այս որակի նախագծերի կողքին վստահաբար պետք է լինեն հրաշալի ընկերություններ, ում համար կարևոր է որակի կողքին լինելը եւ մշակութապահպան գործերի կողքին լինելը։
մի փոքր ուզում եմ խոսել շոու բիզնեսի այն մարդկանց մասին, ովքեր ձեր մտերիմներն էին, ծանոթներն էին, հարազատներն էին, ընկերներն էին, արդյոք այս տարիների ընթացքում, երբ դուք լուրջ ձեր գործն էիք անում, կար նրանց կողմից այդ հետաքրքրությունը, որ դուք անպայման լինեք ասպարեզում, անպայման ներգրավված լինեք, կար թե ճիշտ ասած մենք միշտ փակ ենք եղել։ Անշուշտ կապը եղել է մեր գոլեգաների հետ եւ աշխատանքային եւ զուտ մարդկային առումով թեկուզ, բայց որ ասեմ այդպես շատ մտերմիկ ընկերություն ենք արել, ոչ։ Մենք բոլորի համար եւ բաց ենք եւ ունենք մեր սահմանները, որ այդ սահմանից մոտիկ չենք թողնում, ուղղակի որպեսզի չայրվենք։ Եվ դա օպտիմալ է մեզ համար առհասարակ եւ տարիների ընթացքում ձևավորվել է այսպիսի մի ալգորիթմ, որ պետք է շատ զգուշորեն ընտրել ընկերներին եւ մեր ընկերների շրջանակը շատ փոքր է, բայց հավատարիմ եւ մտերիմների շրջանակ, որոնց հետ մենք մեզ հանգիստ եւ ազատ ենք զգում։ Եվ այս վերջերս դու այդպիսի մի մտերմիկ անձնավորության հանդիպել ես, որը քեզ քաջալերել է եւ կարծեմ հրավիրել ասպարեզ, եթե չեմ սխալվում։ Այո։ Եվ մի րոպե, ես էլ եմ ուզում հասկանալ։ Դուք իրար հետ խոսեցիք, իրար հասկացաք, բայց ես էլ եմ ուզում հասկանալ։ Յուրաքանչյուր արտիստ ունի իր տեղը եւ մեր սրտում եւ մեր գոլեգաների մասին է խոսքում, հետ աշխատել ենք, համագործակցել ենք, երգահաններ են, պոետներ են, երգիչներ են, մենք բոլորին շատ սիրում ենք եւ հարգում։ Ինգա մի շեղիր, հա։ Չեմ շեղում։ Դու ինձ հիմա որպես պրոդյուսեր շեղում ես։ Ես Անուշի ասածի մեջ ինչ որ երկիմաստ բան եմ հասկանում։ Ինչ է նշանակում քեզ հանդիպել է գոլեգաներից մեկը եւ հրավիրել է ասպարեզ։ Եվ խնդրել, որ վերադառնանք ասպարեզ, երկուսս էլ է։ Դա ուղիղ իմաստով։ Ուղիղ իմաստով, հա, քիչ առաջ Մեր պակասը զգացել է։ Ես էլ արդեն ուզում եմ հասկանալ, ինչ է ուզում ասել։ Չէ, պարզապես ուղիղ իմաստով ուղակի։ Շատ հուզիչ հանդիպում էր։ Շատ հուզիչ հանդիպում էր հենց Կասկադում ազնվոր ջազ փառատոնի շրջանակներում, երբ ես գնացել էի Կասկադ, ամուսնուս հետ էինք, որ պետք է երգեի, այդ կողքով անցնելուց սրճարանից մեկից դուրս եկավ Շուշանը, շատ ամուր գրկեց, հուզվեց ու ասեց, «Էս ուր եք, այսքան ժամանակ, դուք այս երկրին պետք եք չեք հասկանում»։ Դա այնքան հուզիչ էր ինձ համար եւ պատասխանատու, որովհետեւ հենց դա եմ ուզում ասել, որ յուրաքանչյուրը մեր սրտում ունի իր տեղը եւ մենք շատ գնահատում ենք այն թանկ պահերը, որ միասին ենք եղել բոլոր գոլեգաների հետ, Ավետը կլինի Բարսեղյան, Մանեն կլինի Հակոբյան, Շուշանը Պետրոսյան, Նունեն Եսայան, բոլոր երգիչները, կոմպոզիտորները, ռեժիսորները, մենք գնահատում ենք մարդկային արժեքը եւ նրանց տաղանդը այս բնագավառում եւ արվեստում, որը անգնահատելի ներդրում է յուրաքանչյուրիս կյանքում եւ յուրաքանչյուր քաղաքացու կյանքում։ Ես այդպես եմ համարում։ Անուշ, իսկ հետաքրքիր է կարոտել ես այն թոհուբոհին, որ կար, այդ աղմուկին, լավ իմաստով, նորություններին, անընդհատ ուշադրության կենտրոնում լինելուն, գործը գործի հետևից, համերգը համերգի, ուղևորության, որտեվ սա մի բան է, որը մարդ որ սովորում է, հետո շատ դժվար է ավելի пассив կյանքով ապրելու։ Դե կան բաներ, որոնք կարոտել եմ, իհարկե, կարոտով եմ հիշում, եւ կան բաներ, որոնց մասին մտածում ինչ լավ է, որ վերջացավ այլևս։ Օրինակ, չեմ սիրում վեճերը, վիճաբանությունները, ինչ որ հարցի շուրջ, որը այդ պահին ամեն մեկին կարևոր է թվում, բայց մտերմությունը կամ ընկերությունը կամ հարազատությունը շատ ավելի բարձր արժեք են, որ մանր-մունր ինչ-որ հարցերի պատճառով վիճաբանություններ լինեն։ Մարդկանց եմ կարոտում, որոնց հետ շփվել եմ, եւ չեմ կարոտում ոմանց, որոնց հետ նույնպես շփվել ենք, շփումներ ենք ունեցել։ Դե այսպես։
Հետաքրքիր էր։ Մարդկային արժեքների մասին Անուշը խոսեց, անկախ այն բանից քույրդ կլինի եղբայրդ թե մտերիմդ, հատկապես եթե ընտանիքի հատկապես բացի այն, որ քույր եւ եղբայր են, հարազատ են, հատկապես եթե նաեւ պիտի աշխատեն եւ ստեղծագործեն իրար հետ, որոշակի մարդկային արժեքներ պիտի ունենան եւ արժեհամակարգերը պետք է նման լինեն իրար։ Անշուշտ։ Ինձ հետաքրքիր է այսքան տարի, որ իրար հետ բացի երկու քույր եք, նաեւ այսքան աշխատում եք եւ ստեղծագործում եք եւ շփվում եք, ինչ արժեքների վրա եք հենվում։ Առաջինը մեզ համար սերն է, անշուշտ ամենամեծ արժեքը դա սերն է միմյանց նկատմամբ, աշխատանքի նկատմամբ, դիմացինի նկատմամբ։ Դա բանալին է ամեն ինչի համար ամենայն դեպս եւ լուծումն է յուրաքանչյուր վեճի։ Կլինի դա ստեղծագործական վեճ, կլինի դա ինչ վեճ ուզում է լինի, ինչ որ հարցի շուրջ ամենայն դեպս, եթե սիրում ես, ներում ես, եթե սիրում ես կոմպրոմիսի ես գնում, եթե գործդ սիրում ես, դու պատրաստ ես տառապանքի, տանջանքի եւ հաղթահարելու յուրաքանչյուր բարդություն։ Ինձ համար ամենայն դեպս սերը դա կողմնորոշիչ է եւ ընտանիքում, եւ աշխատանքում, եւ առհասարակ կյանքում։ Շնորհակալություն եւ ինձ նաեւ հետաքրքիր է այդ թրթիռը, հա, իրար հետ բեմում լինելու այդ հաճույքը, այդ թրթիռը կար գառնու տաճարում։ Այո, իրար հետ բեմ բարձրացնել։ անշուշտ իհարկե կար։ Եվ սպասում ես հաջորդին։ Այո, ինչու ոչ։ Այո։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, շուտով 1 ամսից կկայանա փոքրիկ մենահամերգ։ Օ։ Այ, ճիշտ բան է ասելու որտեղ։ Շատ հետաքրքիր է, բայց նման առաջարկ եղավ, քանի որ ինքը ձևաչափը արդեն հետաքրքիր էր բացօթյա սարերի մեջ, խոտի դեզերով, փոքրիկ բեմ, կենթանի նվագակցություն, մենք Անուշ եկել է եւ մենք շուտ արագ հավաքում ենք հիմա մեր բենդը, մոտ 8-9 հոգի կազմով, որտեղ կներկայացնենք եւ նոր մեր երգերը, որ հանդիսատեսը դեռ չի լսել եւ սիրված երգերը անշուշտ, դա կլինի հանդարտում, կարծեմ հուլիսի 19-ին։ Կարծես թե հաստատ, մի հատ նայ եթե պետքա, թե հələ օրը ֆիքսված չի։ Չէ, օրը պայմանավորվել ենք, բայց ես վերջնական հաստատում եմ, երբ որ պայմանագիր եմ ունենում։ Նայ, դե դրա համար ասա մոտ 1 ամսից օրը կարող եք իմանալ մեր Instagram-ի, Facebook-ի, հա։ Այս շուտով արդեն սպասվում է մենահամերգ, բացօթյա սարերի շնչի եւ շվաքի ներքո դա կլինի հանդարտում մոտավորապես 1 ամսից օրը ժամը հստակ արդեն հանդիսատեսը կտեղականա մեր արդեն իսկ էջերից։ Ես էլ խոստանում եմ անպայման կիսվել այդ նորությամբ, որպեսզի նաեւ իմ հետևորդները տեսնեն եւ իմանան թե որտեղ որ ժամին տեղի կունենա Ինգա եւ Անուշ Արշակյանների մենահամերգը սարերի ներքո, բնության գրկում, բաց երկնքի տակ։ Ես ուզում եմ շնորհակալություն ասել ձեզ, այս հանդիպման համար, այս զրույցի համար, այս հիշողության համար, որ ես վաղը ունենալու եմ եւ ասել եմ այ երեք, այսպեսի բան է եղել։ Անչափ շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ, իսկապես շատ հաճելի երեկո անցկացրեցինք միասին, բացի այն, որ հոգևոր սնունդ ստացանք, բացի այն, որ փոքր հանգստացանք այս առօրյա հոգսերից եւ վազվզոցից, մենք իսկապես վայելեցինք այս երեկոն։ Շնորհակալություն այս վայելչանքի համար եւ համեղ ուտեստների համար եւ ես վստահ եմ հանդիսատեսը էկրանից այն կողմ արդեն նախանձում ինչ է գոնե բույրը զգային, այնպես որ ամեն ինչ շատ համեղ եւ ուրավետ էր եւ իսկապես համեմված սիրով, լույսով եւ ամեն ինչ պատրաստված էր սիրով եւ ջերմությամբ իսկ շատ շնորհակալ։ Մենք ենք անչափ շնորհակալ հրավերի համար, ամենայն բարիք քեզ քո ընտանիքին եւ քո գործունեությանը, որտեղ մենք սպասում ենք քեզ կինոյում։ Իսկապես, այո, որովհետեւ հանդիսատեսը կարծում եմ եւ մենք նույնպես շատ կարոտում ենք քո դեմքը կինոյում այսքան տաղանդավոր, շնորհալի եւ ում դիտելիս ուղղակի փշակաղում ես եւ հուզվում ես։ Մենք ենք շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք։
Ուրա։ Ուրա, ուրա, ուրա։ Շնորհակալություն օպերատորին եւ շնորհակալություն ամբողջ թիմին մեզ հետ լինելու համար։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group։ Գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM։